Լավ, եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով չեն կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում, հայտարարել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սալավյովը։ Մենք չպիտի հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով։ Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում, քան Վենեսուելայում։ Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի։ Ինչու այս հայտարարությունից հետո այսպիսի վայնասում բարձրացավ մեր իշխանության արբանյակների մոտ, իշխանության ներկայացուցիչների մոտ, ինչու այսպիսի վայնասում բարձրացավ եւ այն անձինք, որ օրինակ մարդ է, որ հայտարարում է, որ Արցախը սահմանադրությամբ նաեւ ինքը դրա բաներ իր վրա էր դրված, դա հրաժարվում է Արցախից եւ ասում է Արցախը Ադրբեջան է, մարդ, որից հետո եկեք արձանագրենք, որ տեղի է ունենում Արցախահայության նկատմամբ ահաբեկչություն, հետո ցեղասպանություն, բառեզբուն իմաստով հայաթափվում է Արցախը, որ մի քանի հազարամյակ այնտեղ այսպես ապրել են հայությունը, մեր պատմական հայրենիքից զրկվում ենք, Հայաստանի Հանրապետությունից 1040 կիլոմետր հանձնվել է թշնամուն, բարձունքները հանձնվել է թշնամուն, 12-13 հազար զոհի մասին է խոսքը, հետո եւ այլն, այսպես այս աղետները, այս ահաբեկչությունները, որ տեղ ունեցել մի անձի կողմից, դրա հետ կապված ինչ-որ այսպես աղմուկ ես մարդիկ չեն բարձրացնում, բայց մի այլ երկրի քաղաքացի, որ այսպիսի հայտարարություն անում, այսպիսի մեծ աղմուկ է բարձրանում, ավելին, եկեք հիշենք, պարոն Նահապետյան, դուք ավելի լավ կհիշեք, որ քանի անգամ են այս անձանց կողմից օրինակ հայտարարություններ եղել, պիտի անմիջապես ձերբակալենք Վլադիմիր Պուտինին, չէ՞, մեկ այլ երկրի, էլ չեմ ասում Ռուսաստանի Դաշնության հասցեին ինչպիսի հայտարարություններ են եղել, այսպիսի վայնասուն չի բարձրացել։ Օրինակ, այս նույն Իրանությանը, որ ասեց աղմուկ է բարձրացնում, օրինակ, ինչի իր խոնարհումը ժամանակ առ ժամանակ չի բերում, խնդրում եմ ուշադրություն, պարոն Նահապետյան, ռուս ժողովրդի, Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նկատմամբ, ասեք ինչու, եթե 300-ով ենք, չէ՞, մեզ տալիս օրինակ գազը, ինչով ենք մենք լավ առավել օրինակ Ֆրանսիացուց, որ իրենք ասենք 1500 են վճարում։ Մեր մոտ 165 է։ Այո, բայց որ հասնում 165-ը հասնում է դառնում է 300։ Օրինակ ինչի իրանց երախտիկը, շնորհակալությունը, երախտապարտությունը չեն ասում, որովհետև եթե ես ամսական վճարում եմ 50,000, ասենք պիտի վճարեմ, չգիտեմ, 200 քանի հազար։ Կենսամակարդակը մի անգամից ասենք հայ ժողովուրդը դու պատկերացնում եք, ասենք եթե ամեն մեկը ես հիմա վճարեի 200 քանի հազար, մի հատ էլ օֆիսում վճարեի, այդքան ինչ էր լինելու։ Ասենք ինչի ձեր շնորհակալությունը չեք հայտնում եւ օրինակ հարց տվել են ինչի է մեզ ռուս ժողովուրդը կամ Ռուսաստանի Դաշնությունը կամ իշխանությունը պարտական հարցրել ինչի է պարտական են Իհարկե ոչ։ Պարտք են։ Չուզում հասկանամ պարտք են։ Օրինակ մեր հայրենակից պրոֆեսոր դեկան Հենրիկ Սարդարյանը գրել էր, եթե ասենք ամերիկացիք հայտարարում են, որ չգիտեմ 300 միլիարդի, չգիտեմ, այսքան ներդրումներ են արել 50 տարում, 100 տարում, ինքը հոդված էր գրել, որ եթե հաշվի առնենք, թե հետ խորհրդային հանրապետություններում 70 տարում ինչ եւ ոչ միայն 70 տարում, այլ հետագա 30-35 տարիների ընթացքում ինչ ահռելի ներդրումներ են արել, հիմա նույն տրամաբանությամբ կարող են գալ նստել ասել սա մերն է, չէ՞, չեն անում, չէ՞ այդպիսի բան։ Չեն անում։ Հիմա ուզում հասկանալ, այս ամբողջ հիստերիան ինչով է պայմանավորված։ Գուցե նրանով, որ պիտի շնորհակալություն հայտնեն, որ այսպես ձրի կարելի ասել մեզ էներգիա, գազ ու բան են վաճառում, հա, ռուսները դրա համար չէ, հակառակը։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ինչու Սալավյովը այսպես խռովվեց բոլորի հոգիները։ Պատկերացրեք, օրինակ հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահը ու ասենք Ադնակլասնիկում ռուսական գրում է, որ վաղվանից ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Ահա։ Ասենք դուք պատկերացնում եք։ Վայ, Խզմալյանը խարակիրիզական էր, այս կարող է պետք է որ ասի։ Չգիտեմ ինչ պետք է աներ, այն Խուրշուջանը, այն մյուսը, չգիտեմ ինչ կլիներ։ Արամ Սարգսյանի մասին էլ խոսք չկա։ Այս մարդը կանգնի հայտարարում Վենեսուելան, ես եմ Կուբայինը, ես եմ, չգիտեմ ինչ է։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահը ասում է, ես Վենեսուելայի նախագահն եմ, ու վերջ։ Հա, այդպես։ Չէ, Կուբայի բանը դրել է, դրոշակը դրել է, հա, այսինքն վաղն էլ Կուբային ասելու, հետո Մեքսիկային, հետո Կոլումբիային, հետո Կանադային, այդպես շարունակ։ Այսինքն նախ այն ինչ որ ասվել է Ռուսաստանի Դաշնության այդ լրատվամիջոցով կոնկրետ Սալավյովը, ասացի իմաստը հետևյալն է։ Տրամպը խաղի կանոններ է խախտել։
Աշխարհում նման բան չի եղել, գողանալ նախագահ, գերեվարել, հետո պատանդ պահել։ 21-րդ դար է, պատկերացնեք։ Եվ օրինակ, ասենք Տրամպ ասում է Գրենլանդիան իմն է։ Դանիան ով է։ Կանադան իմն է։ Ամբողջ Ամերիկա մայրցամաքը իմն է։ Ով համաձայն չի ուժ եմ կիրառում։ Հələ փորձի Իրանը իշխանության զինված փորձ անող անձանց նկատմամբ, որոնք հրազենով են կրակի։ Այրում են մզկիթներ, այրում են խանութներ, գերատեսչությունների վրա ոստիկաններ են սպանում, ասեցին արդեն 50-60 բանը, շտապօգնության մեքենաներ եւ ինչ ահաբեկչություն ասես տեղանում, ասում է հələ մի հատ փորձի, էդի բայց գիտեք, չէ, ներքին գործերի խառնվել չի, էդ ինչա չգիտեմ։ Ինչա։ Այդ իշխանության զավթում է հերից։ Չէ, այս արևմտամետները որ խոսեն, չէ, էդի զավթում բան չի։ Չէ, էդի մարդու իրավունքներ են զիված պաշտպանել։ Սպանելը մարդու իրավունք է, այդպես։ Այսինքն ինչ կարելի է Զևսին, չի կարելի Եզին։ Հիմա իրան սկզբունքը սա է։ Եվ ըստ այդմ Սալավեվի ասածը հետևյալն էր, որ եթե Միացյալ Նահանգները ակնհայտ է, որ հիմա խաղի կանգնել է, միջպետական հարաբերություններում խառնում, եւ միջազգային իրավունքը որպես այդպեսին չի գործում, իսկ իսկապես չի գործում, գործում է ուժի իրավունքը։ Ասում է ուժեղի ես եմ, այս երկիրը ինձ պետք է, այդ երկիրը իմն է, ու վերջ։ Սալավեվը ասում է, մեր երկիր շահերից ելնելով, որը մեր ազդեցության տարածքներն է, ինչու մեր ազդեցությունը չմեծան առարկայապես այն տարածքներում, որը Պոզդամի կոնֆերանսով համարվել է Խորհրդային Միության եւ նրա իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության ազդեցության տարածք, իսկ ինչու՞ չէ։ Այսինքն ի՞նչն է սխալ այդտեղ։ Հո, նորից եմ ասում, Ռուսաստանի նախագահը չի ասել Հայաստանի վարչապետը ես եմ, Վրաստանի նախագահը ես եմ, Ադրբեջանի նախագահը ես եմ, Կենտրոնական Ասիայի Հանրապետության նախագահը ես, հոտս բանը չի ասել։ Չէ, եթե իրանք ռուսները այդ տրամաբանությամբ սկսեն, ասենք, այս արևմտամետների ասածները հակառուսական ամեն ինչը դարձնեն մի հատ Ռուսաստանի քաղաքական հասարակական կյանքում իրադարձություն, էլի ինչեր են հայտարարում, չէ՞։ Հակառուսական, հակապետական, ասենք ինչ հայտարարություններ են անում։ Ես ուղղակի այդ բոլոր կեցված դրսևորներին ասեմ, Նիկոլ ինքնաթիռում տեղ չունեք։ Ոչ էլ անիմներից է թողելու կախվեք։ Չէ, իրանք մտածում են Թրամփի ինքնաթիռում տեղ կունենա, բայց Թրամփը չկա։ Ավելին ասեմ, ԱՄՆ-ի դեսպանությունը դռները փակելու է, չէ՞ թողելու ներս մտնեք։ Չէ՞ թողելու ներս մտնեք, որ գնաք փախնեք, պատասխանվեք։ Ականջների տող արեք։ Դուք հասկանում եք հիմա ինչա կատարում աշխարհում։ Մեր հարևան պետությունում Իրանում ակնհայտ զինված հեղաշրջման փորձ է։ Տնտեսական կոլապս են առաջացրել իրենց գումարի արժեզրկում եւ որով արդեն հազարավոր զինված մարդիկ, այդ թվում նաեւ իսլամ արմատականներ լծվել են Իրանի տարածք։ Դեռևս Իրանը շատ մեղմ է, Իրանի պահապանների կորպուսը ընդհանրապես չկա։ Ուշադրություն դարձրեք։ Կորպուսը կեցված չի դրսևորում, որը ամենագաղափարականացված եւ մոտիվացված կառույցն է։ Նա համեստ է իրան պահում։ Առավել եւս ինչ է նշանակում, եթե օրինակ ԱՄՆ-ում կարելի է կնոջը ոստիկանները ծնկի բերեն, տեսախցիկի առաջ կամ հեռախոսի սկսեն ծեծել, կամ հետո սպանել, ուղղակի սպանել։ Սա նշանակում է ոստիկանությունը իր պարտականություններն է կատարում։ Իրանում եթե իր պարտականությունն է կատարում, դա կոչվում է բռնություն, որին ԱՄՆ հակադարձելու է պատերազմով։ Իրանը պատրաստ է այդ պատերազմին։ Կարողանում եք գրավեք այդ 12 օրը, չկարողացաք, փաստ է։ Հիմա վերջին իրադարձությունները, նախ խոսել են Թեհրանի եւ աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում իրանցի կանանց եւ տղամարդկանց ձայներն են, ովքեր պահանջում են ազատություն, X-ում գրել է Եվրոպական ազատժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, իհարկե, ազատություն։ Այո, Իրանի Բաբոլ քաղաքում ցուցարարները գրոհել են ոստիկանության շենքը եւ ազատ արձակել ձերբակալվածներին, գրում են լրատվամիջոցները։ 3 ուշ ժամին հարցազրույց է տվել Իրանի նախագահը, ուշագրավ է 1-2 մեջբերում անեմ, Իրանի նախագահը ուրեմն ասել է, որ նրանք արտասահմանից ահաբեկիչներ են բերել մեր երկիր։ Այս մարդիկ մեր երկրից չեն։ Եթե որևէ մեկ այս երկրին է պատկանում, թող բողոքի ակցիա անի եւ մենք կլսենք նրա բողոքը եւ կլուծենք խնդիրը։ Հայտարարել է Իրանի նախագահը, խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ Ամերիկյան եւ Իսրայելը նստած են այնտեղ եւ ասում են նրանց. մենք այստեղ ենք, դուք գնացեք եւ ոչնչացրեք, մենք կգանք ձեր հետևից։ Նույն մարդիկ, ովքեր հարձակվել են մեր երկրի վրա եւ սպանել մեր երիտասարդներին եւ երեխաներին, հիմա հրամայում են այս մարդկանց նույնն անել, ասել է Բեժեշքյանը։ Այսպիսի
հայտարարություններ, հետո Թրամփն ասել է, որ այո, մեծ փորձություններ, մեր հարևանի տունը փաստորեն հրդեհ են փորձում հրդեհել, սա մեզ համար մարտահրավեր է։ Էն էլ այն վիճակում, երբ օրվա իշխանություն կոչվածը նստած է մի բանի վրա։ Դրսից փող բերել տակով անել, պարտքի տակ էս երկիրը գցել, ներսում դիմադրության բոլոր օջախները վերադասի այն է Թուրքիայի, Ադրբեջանի հանձնարարականներով, ուրեմն կատարել դիմադրությունը ոչնչացնել, ձերբակալել եւ ընդհանրապես մի ճիշտ գնահատական պետք է Հայաստանի Հանրապետությունը օկուպացված տարածք է։ Այս երկրում իշխանության ղեկին օկուպանտի կողմից նշանակված կոլաբորանտ կառավարության ներկայացուցիչ։ Եթե դա ճիշտ քաղաքական ուժեր տվեցին, դրանից հետո շատ ավելի դյուրին կլինի սրան հեռացնելու գործընթացը, քան այն ինքնախապեյությունը, որտեղ մենք ասում ենք, որ մեր ընկերները քաղաքական հայացքների համար են նստած, այդպես չի։ Մեր ընկերները նստած են, որտեղ իշխանությունը վտանգ է զգում։ Եթե քաղաքական հայացքների համար լիներ, այսօր 10,000, 20,000 մարդ պիտի բանտերում հայտնվեին։ Չէ, այդ մարդկանցից առաքապես վտանգ են զգում։ Ոստիև ես նաև հորդորում եմ մեր քաղաքական ուժերին իրավիճակի համարժեք գնահատական տալ եւ այն ինչ Իրանում կատարվում է, Աստված մի ասի, եթե վերահսկողությունից Իրանի իշխանությունները դուրս եկավ, միլիոնավոր փախստականներ, այդ փախստականների մի մասը հոսքը դեպի Ադրբեջան է գնալու, մի մասը Հայաստան։ Մենք չենք էլ պատկերացնում ինչ արհավերք է մեր գլխին գալու, ընդ որում փախստականները հիմնականում քահանաներին տանը երևի ամբողջ օրը նստած գժի նման ասում այս քահանային բերեցիք, հա, այս խոսեցիք, երևի դրա եթե նայում ես թե ինչ է խոսում, ինչով է զբաղված, այս պատուհասը, դա է։